Խնդիր 891 450 կմ երկարությամբ ճանապարհի 1/3 մասը ավտոմեքենան անցավ 50 կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը 75 կմ/ժ արագությամբ։ Որքան ժամանակ նա ծախսեց այդ ճանապարհը անցնելու համար։ Ենթադրենք 450 կմ երկարությամբ ճանապարհը սա է։ Ավտոմեքենան անցել է ճանապարհի 1/3 մասը 50 կմ/ժ արագությամբ, 1/3 մասը, այսինքն ճանապարհը բաժանված է 3 հավասար մասերի։ Այստեղ գրենք 50 կմ/ժ արագությամբ է անցել 1/3 մասը և մնացած մասը, այսինքն այս կան մասը 75 կմ/ժ արագությամբ։ Պետք է իմանանք, թե որքան ժամանակ է ծախսել այդ ճանապարհը անցնելու համար, այսինքն այս կան ճանապարհը անցնելու համար որքան ժամանակ է ծախսել և այս մնացած ճանապարհը անցնելու համար որքան ժամանակ է ծախսել և գումարենք այդ երկու թվերը, երկու ժամանակները իրար։ Արդյունքում կիմանանք ամբողջ ճանապարհը քանի ժամում է անցել։ Առաջին հերթին գտնենք, թե 450 կմ/ի 1/3 մասը քանի կիլոմետր է։ 450-ը կբաժանենք 3-ի։ Հավասար է 150 կմ։ Այստեղ գրենք 1/3 մասը։ Մեկ մասը 150 կմ է, 150 կմ ճանապարհը անցել է 50 կմ/ժ արագությամբ, կարող ենք գտնել ժամանակը ճանապարհը բաժանելով այդ արագության վրա, 50 կմ/ժ արագության վրա։ 150-ը բաժանենք 50-ի։ Հավասար է 3 ժամ։ Երեք ժամում անցել է 150 կմ ճանապարհը։ Այսինքն մնացած ճանապարհը կլինի 450-ից հանած 150 հավասար է 300 կմ։ Մնացած ճանապարհը, այստեղ նշենք, որ այս կան ճանապարհը 150 կմ է, այս կան ճանապարհը 300 կմ։ Հիմա գիտենք այս կան ճանապարհի և արագությունը։ Պետք է գտնենք այս կան ճանապարհը, այսինքն 300 կմ-ը որքան ժամանակում է անցել։
ճանապարհը բաժանելով արագության վրա կգտնենք ժամանակը։ 300-ը բաժանենք 75-ի։ Հավասար է 4 ժամ։ Մնացած ճանապարհը անցնելիս ծախսել է 4 ժամ ժամանակ։ Այժմ գումարենք 3 ժամը և 4 ժամը, հավասար է 7 ժամի։ Ավտոմեքենան ամբողջ ճանապարհը անցնելու համար ծախսել է 7 ժամ ժամանակ։ Խնդիր 892։ Ավտոմեքենան 2 ժամ գնաց 60 կմ/ժ արագությամբ։ Այնուհետև արագությունը ավելացրեց 1/3 մասի չափով և գնաց ևս 2 ժամ։ Որքան ճանապարհ անցավ նա այդ 4 ժամում։ Ենթադրենք ավտոմեքենան գնացել է այսքան ճանապարհ 2 ժամում։ Վաթսուն կմ/ժ արագությամբ և գնացել է ևս 2 ժամ ճանապարհ, բայց արագությունը ավելացրել է 1/3 մասի չափով, 60 կմ/ժ-ի 1/3 մասի չափով մեծացել է արագությունը։ Պետք է գտնենք, թե որքան ճանապարհ է անցել այդ 4 ժամում ավտոմեքենան։ Հարցական կիլոմետր։ Եվ այստեղ կարող ենք նշել հարցական կիլոմետր/ժամ, այսինքն պետք է գտնենք արագությունը։ Առաջին հերթին գտնենք, թե 1/3 մասի չափով ավելանալուց հետո որքան է դարձել արագությունը։ Բայց նախքան գտնելը, թե որքան է դարձել արագությունը, նախ տեսնենք, թե 60 կմ/ժ-ի 1/3 մասը որքան է։ Այսինքն 60-ը բաժանենք 3-ի։ Հավասար է 20-ի։ 20 կմ/ժ 1/3 մասը։ Քանի որ վերջին 2 ժամում գնացել է արագությունը ավելացնելով 1/3 մասի չափով, ուրեմն 60-ին կգումարենք 20, հավասար է 80 կմ/ժ։ Առաջին 2 ժամում գնացել է 60 կմ/ժ արագությամբ, երկրորդ 2 ժամում գնացել է 80 կմ/ժ արագությամբ։ Գտնենք այս ճանապարհը, երկուսը կբազմապատկենք, այսինքն ժամանակը կբազմապատկենք 60 կմ/ժ-ով արագությամբ և կգտնենք տվյալ ճանապարհը, հավասար է
120 կիլոմետր։ Մյուս 2 ժամում անցած ճանապարհը գտնելու համար երկուսը կբազմապատկենք ժամանակը 80 կմ/ժ, այսինքն արագությամբ։ Հավասար է 160 կմ։ Այս երկու ճանապարհները գումարելով կստանանք ամբողջ ճանապարհը, որ անցել է ավտոմեքենան։ 120-ին գումարենք 160, հավասար է 280 կիլոմետր։ Ունենք պատասխան 280 կիլոմետր։